Ռուս ժողովուրդը մեծ ժողովուրդ է, թարմ, առողջ, հսկա ժողովուրդ, հարուստ ու հոյակապ գրականություն ունի եւ այդ գրականության մեջ իր հսկան Պուշկինը։ Հովհաննես Թումանյանը իր ստեղծագործական ողջ կենսագրության ընթացքում մեծ հետաքրքրություն ու սեր է ունեցել Պուշկինի սքանչելի գրական ժառանգության հանդեպ։ Հունիսի 6-ը ռուս գրականության մեծագույն դեմքի Պուշկինի ծննդյան օրն է։ Այսօր մենք պիտի անդրադառնանք Պուշկինի կյանքի հայկական հետքերին։ Ինչ կապ ունի Հայաստանի հետ, որտեղ է եղել Հայաստանում, ինչ կարծիք է հայտնել Հայաստանի մասին։ Մենք այսօր չենք խոսի իր գրական ընկերների հետ, թեպետ պետք է իմանալ, որ իր շրջապատում շատ նշանավոր հայեր են եղել, Պուշկինը մտերմություն է ունեցել աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հետ եւ ուրիշ շատ անձինք, որ մտերմություն են ունեցել ռուս գրականության հանճարի հետ։ Մենք պիտի անդրադառնանք այն ճանապարհին, որ անցել է Պուշկինը դեպի Հայաստան։ Գիտեք, որ 1829 թվականին նա գալիս էր Էրզրում եւ այդ ճամփորդությունը հիմք դարձավ իր սքանչելի գրքի համար ճանապարհություն դեպի Արզրում։ Արզրումը դա հայկական Կարին քաղաքն է։ Պուշկինի այս նշանավոր ճամփորդությունը ձգվել է 5200 կիլոմետր։ Պուշկինը սիրում էր ճամփորդել եւ այս ճամփորդության ընթացքում մեկ նպատակ ուներ հասնել Պասկևիչի բանակին 1828-29 թվականներին ռուս-թուրքական պատերազմներ ընթանում եւ Պուշկինը որոշել էր մասնակից դառնալ այդ ռազմական գործողություններին, մեկնել գործող բանակ։ Հասնում է Թիֆլիս մեր բարեկամը, Պասկևիչից թույլտվություն է ստանում մեկնել Հայաստան գործող բանակ։ Այնուհետև գնում է Շուլավեր, Բորչալու եւ այդպես շարժվում է դեպի Հայաստան։ Առաջին գավառը, որտեղ հայտնվում է ռուս գրականության մեծագույն հանճարը, դա մեր սքանչելի Լոռին է։ Եվ Պուշկինը համեմատում է, ասում է՝ իմ առջև բացվեցին սքանչելի տեսարաններ, նոր հորիզոն, ոտքերիս տակ փռված էր բուրավետ կանաչ մի աշխարհ, ես մի անգամ էլ նայեցի արևից խանձված Վրաստանին ու սարի թեթև զառիվայրի լանջով սկսեցի իջնել Հայաստանի թարմ դաշտավայրերը։ Հաջորդ կանգառը Ստեփանավանն է։ Այստեղ Ստեփանավանում, այն ինչ որ մենք այսօր ենք կոչում Ստեփանավան, իսկ հնում Ջալալօղլի, գյուղացիները նրան հյուրասիրում են թարմ կաթով ու պանրով։ Մի կերպ ասում է բացատրվեցի նրանց հետ, տանտիրուհին իր համար բերել է կաթ ու պանիր եւ մի քիչ հանգստանալուց հետո նա անցնում է Բազումի լեռնաշղթան եւ այն լեռնանցքը, որով Պուշկինը իջնում է Լոռվա հարթավայր, կոչվում է իր անունով։ Այսօր հայտնի Պուշկինի լեռնանցքի մասին է խոսքը։ Բազումի լեռնաշղթայի այդ կետի մոտից մի ես լծած հասարակ սայլի է հանդիպում Պուշկինը, սայլի մեջ ուղեկցող մի քանի մարդ կային, նրանք գալիս էին Պարսկաստանից։ Պուշկինը դիմում է նրանց եւ հարցնում, որտեղից եք գալիս։ Պատասխանը լինում է Թեհրանից։ Ինչ եք տանում։ Գրիբայեդին լինում է պատասխանը։ Այո, դա Թեհրանում սպանված Գրիբայեդովի դին էր, որ ճանապարհին Պուշկինը հանդիպեց իր բարեկամին։ Նրանք ոչ միայն ծանոթ էին, նրանք սրտակից հարազատներ էին։ Նույնիսկ մի անգամ Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբայեդովը կատակով ասել էր Պուշկինին. մի երկրի համար արդյոք շատ չենք երկուսս էլ Ալեքսանդր Սերգեևիչ։ Այդտեղ, որտեղ Պուշկինը հանդիպել է Գրիբայեդովի դին բերող սայլին, աղբյուր հուշարձան կա, իբրև նշան այդ ճակատագրական եւ այդ կարևոր հանդիպման։ Լեռնանցքից հետո Պուշկինը կարճ ճանապարհով իջնում է դեպի Վարաձոր, այն գյուղը, որ ժամանակին կոչվում էր Ժդանով, նախկին Ղշլաղը, լինում է այդտեղ, այնուհետև անցնում է Բազում գյուղի մոտից, գնում է հին ճանապարհով եւ թեքվում է դեպի Սպիտակ, այնուհետև Սպիտակից ճանապարհը նրան տանում դեպի Պարնի գյուղ, Պուշկինը լինում է այդտեղ։
ճանապարհը պիտի տաներ դեպի Գյումրի եւ այդ ընթացքում հանկարծ իր առջև բարձրանում է մի սքանչելի սար Պուշկինը հարցրել է այս ինչ սար է նրան պատասխանել են դա Արարատն է բայց կարծում եմ որ սխալվել է որովհետեւ այս տարածքից Արարատը չի երևում հավանաբար խոսք է գնացել Արագածի կամ այլ մի սարի մասին բայց բոլոր դեպքերում Պուշկինը իր գրքում գրում է որ ես տեսա վեհատեսիլ Արարատը ագահաբար նայում էի բիբլիական սարին, տեսնում էի այնտեղ նոյան տապանը, որ կանգ էր առել նրա գագաթին նորոգման ու նոր կյանքի հույսով։ Այստեղից էր դուրս թռավ աղավնին, այստեղից էր դուրս թռել ագրավը, նոյան ագրավը եւ արժեր այս դժվար ճամփորդությունը, որ կատարեցի, որպեսզի ես հանդիպեմ վեհափառ Արարատին։